Տիկին Ղազարյան, երեք ձեր հարցի մեջ, երբ որ Նիկոլ Փաշինյանին տվեցիք, ասացիք, որ ամբողջ ժողովուրդը եկեղեցու փնտրտուքի մեջ է։ Ամբողջ ժողովրդի անունից ինչու եք խոսում, ինչու եք կարծում, որ ժողովուրդը եկեղեցու փնտրտուքի մեջ է։ Տեսեք, մենք հիմա բավականին շատ է այդ թեման արտիական դարձել ու գրեթե ամեն քայլափոխին այդ մասին խոսակցություններ լինում են ու իրապես երբ որ սկսեցին հոգևորականների, հատկապես բարձրաստիճան հոգևորականների վարքի, բարոյական կերպարի մասին խոսել, պարզվեց որևէ մեկի համար այդ ամեն ինչը գաղտնիք չէր, բայց այսպես բացահայտվելու ժամանակը եկավ, բացահայտվեց եւ այլն եւ այստեղ մի դիսոնանս է ստացվել, որ կարծես մարդիկ չուզենան գնալ եւ ամեն եկեղեցականի չեմ վստահում ու չգիտեմ ինչու գուցե եւ հասկանալով որ մենք ենք այդ ջատակողը որը որ լծված են եկեղեցին նման տեսակի եկեղեցականներից ազատելու գործով գուցե ես ամեն դեպքում օր չկա որ չլսեմ արձագանքը ժողովրդից եթե Facebook-յան էջում էլ տեսնեք եթե կիսվում ենք կոմենտները եւ այլն մարդիկ ինչպես են արձագանքում այդ թեմաներին նույնիսկ ես պոլիկլինիկայի գնացել շոր առիթ բանով պրոֆիլակտիկ այնտեղ են նույնիսկ եւ են կացակելու եւ կանգնեցնում են ասում են ես այդտեղից եմ հասկանում որ մարդիկ իրապես այդ հոգեվոր հաղորդությունների կարիքը ունեն սակայն այսպես ասած դեռ չգիտեն ում մոտ գնան որ եկեղեցականի մոտ գնան ու իրապես վստահեն թե չվստահեն այսպիսի վիճակ առաջացել Տեսեք, Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ եկեղեցիներ կան, որոնք պետք է վերցնեն եւ վերադարձվեն պետությանը, հանրությանը, ինչպես ինքն է ձևակերպում, սա չի նշանակում, որ դուք եկեղեցին լրիվ, այսպես կազմաքանդում եք ձեր մասնավոր, այսպես եկեղեցիներն եք ուզում ստեղծել։ Ոչ, բնականաբար նման բանի միտված չէ, մենք ի սկզբանե ասել ենք այն ամբողջ գործընթացը, որ մենք նախաձեռնում ենք, դա ի օգուտ եկեղեցու է, ու ի օգուտ են հավատավոր հոտի է, որ իրապես ունի այդ կարիքը եկեղեցի գնալու, փառք Աստծո ես ասեմ, որ քիչ-քիչ ժողովուրդը դեպի եկեղեցի է վերադառնում, որտեղ 90-ականներին այդքան էլ կապվածություն չկար եկեղեցու հետ, 2000-ականներին էլ նույնիսկ մարզեր ունենք, որ ավելի շատ կապված են, մարզեր ունենք, որ ավելի քիչ կապված են, այսպեսի բաժանում էլ ունենք ընդհանուր երևում արձագանքներից, բայց այնուամենայնիվ մաքրվելուց հետո ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը էլ ավելի հավատավոր է դառնալու։ Ամեն դեպքում դուք ի սկզբանե հայտարարում եք, որ այս արշավը միայն կաթողիկոսի դեմ է եւ որոշ սրբազանների, բայց ըստ էության ստացվում է ընդհանուր եկեղեցու դեմ է, որովհետեւ եթե եկեղեցիներին եք ընդհանուր ճիշտ սխալանում, արդեն եկեղեցու Ոչ, բնականաբար եկեղեցուն չենք ճիշտ ու սխալանում, մենք եկեղեցականների մասին ենք բացառապես խոսել եւ շարունակում ենք խոսել, նույն տրամաբանությամբ, տեսեք Տեր Արամը կարողացավ խոսել, մենք այնտեղ ձայնագրություն անցյալ շաբաթ հրապարակվեց, թե ինչպես են մարդուն իր կամքին հակառակ, վստահաբար այդ մարդն մեր կուսակցականը մեզ հարող ու մեզ պաշտպանող մարդ չէր կամ ինչ-որ քաղաքական հայացքները չէր համընկնում, դա ակնհայտ երևում էր ձայնագրությունից, վստահ եմ դուք էլ եք ծանոթ, բայց մարդը հստակաբար այդ մարդու կամքին հակառակ գործունեություն էր իրականացվել եւ մարդուն ուղարկվել էր մեկ ավելի հեռու տեղ, ինչա թե ինչ-որ բաների չի մասնակցել, ցույցերի չի մասնակցել, դա հստակ ցուցիչ էր, որը որ բացահայտեց, որ իսկապես մենք ճիշտ ուղու վրա ենք, ու իսկապես այնտեղ որոշ եկեղեցականներ ենթարկվում են նման ճնշումների։ Բայց տեսեք, եկեղեցում ծառայելն է ծառայության մի տեսակ եւ ինչպես օրինակ բանակում որոշում են որտեղ պետք է ծառայել, գուցե վերադասը որոշել է, դա արդյոք նեղացված մարդու հոգեվորականի պահվածք չէր, որ այն ինչ մենք ձայնագրությունում լսեցինք, նեղացել է հիմա ամեն ինչ փորձում է բարթել վեհապարի վրա։ Խնդիրը գիտեք որն է, եթե չլիներ այդպիսի բռնաճնշումների ֆոն, այսպես ասած, այդ ամեն ինչը չէր բարձրաձայն, ինչ եմ վստահաբար ասում, նշվեց մի քանի փաստեր, որոնք որ հիմք են հանդիսացել ըստ իրանց, իբրև թե Տեր Արամին օրինակ արքալույց անելու համար։ Այսօր առավոտվանից Տեր Արամն ասում է, եկեղեցական որ կանոնն էի խախտել, բացառապես ոչ մեկը։ Բացառապես ոչ մեկը, բայց արդյունքում ինչ եղավ Տեր Արամին կարգալույց հռչակեցին, որովհետև իրանց դուրը չէր գալիս։ Ինչ կլիներ Հայաստանի Հանրապետության հետ, օրինակ, եթե իշխանություն նման բան աներ, ասենք, ով իրան դուր չէր գալի, ասենք, գործից հաներ կամ ինչ-որ բան։ Համայնքներից են խոսում, համայնքապետարաններից են խոսում, փորձում են այդ ամեն ինչին քաղաքական փաթեթավորում տալ, նույն տրամաբանության մեջ ենք խոսում։
Քանի համայնք ունենք, ես շատ համայնքները ընդդիմադիր համայնքապետեր են, ոչ մեկի հետ ոչ մի բան չի լինում բացառությամբ նրանք, որոնք իրականում տեղից ունեն խնդիր։ Ես այսօր էլ բարձրաձայնեցի Վարդան Ղուկասյանին, ինչի մենակ այս կաշառք պահանջելու գործով են տարել, դուք ինձանից լավ գիտեք, որ ինչքան քրեական գործեր կար, բայց բնական էր, որ պետք է հետևեին, հետընտրական զարգացումներն ենք տեսնում, դուք ասում եք չի են լինում, բայց մարդիկ ընտրվում են, քվե են ստանում իրենց համայնքներում եւ սկսվում է հետընտրական զարգացումներ։ Մինչ այդ մարդկանց հետ կապված Վանաձորը, Ալավերդին որևէ գործողություն չէր իրականացվում։ Երբ որ ընտրվում են, դրան հետևում են կարող է միջև ընտրելը լինի, ասեն, խանգարեցին տեխնատությունը, տեսան իրանց ընդդիմադիրը, փակեցին եւ այլն, այսօր ինչ է խոսում, ասենք դե ինչ ա արել, հզորացնում են Սամվել Կարապետյանը եւ այլն, հո չենք ընտրել հետընտրական process չէր, հո չէր ընտրվել կամ ինչ-որ process-ի մեջ չէր, մտա նոր է սկսել քաղաքական հայտ ներկայացնել, բնավ դրա հետ կապված չի, ինձ թվում է քրեական գործը, երբ որ հարցնում է իր կուլմինացիային, գալիս են այդ մարդու հետևից ու բնական է, ոչ Կարապետյանից մի արտահայտության համար տարել եք այդ մարդուն կալանավորել եք, վտանգ եք տեսնում, որ ինքը կարող է ձեր իշխանության սպառնալիք դառնալ։ Եկեք մի հատ սառը դատենք, էլ ինչ վտանգ Սամվել Կարապետյանից ասենք, քաղաքական առումով 0 ոչ մի տիպի վտանգ որևէ ձև չի կարող լինել նա մեզ համար։ Քաղաքական ուժը ձեզ համար որևէ այսպես իշխանությանը սասանելու որևէ խնդիր մտահոգություն այն ամեն ինչը ինչ անում են Նարեկ Կարապետյանի եղբոր որդին ու այն դերով որ ներկայանում է։ Որևէ մտահոգություն չունեք, որ օրինակ ընդդիմադիրներ լայն ասում բացարձակ մտահոգություն չունեմ։ Ընդդիմադիր, այսպես ասած, հստակ, դե ես ինչ գործ ունեմ բաց թողեմ կամ իրավապահներն են գտնում փաստաբաններ, դրսից եկած փաստաբանը անգամ ապացուցում է, որ որևէ խնդիր չկա այդ փաստաբանները մտնում են դատական process-ին մասնակցում են, հետեւաբար իրենք կարող են ներկայացնել իրենց կարծիքը, միջնորդություն եւ այլն այդ իրավական process-ներից ես չեմ որ պետքա մեկնաբանություն տամ դա իմ գործը չի, եթե կգտնեն բաց թողելու ժամանակն է, բաց կթողեն։ Տիկին Ղազարյան, վերադառնալով էլի եկեղեցուն, տեսեք, դուք շատ եք այս թեմայի մասին խոսում ազգային ժողովում, հարց եք տալիս Փաշինյանին բարբերաբար, դուք մտահոգություն չունեք, որ ձեր գործընկերոջ պես, օրինակ, դուք կարող եք գնալ եկեղեցի եւ եկեղեցում որոշեն ձեզ հաղորդություն չտալ, չգիտեմ, որևէ արարողության մասնակցելու պարագայում քահանան ձեզ հրաժարվի այդ արարողությունը իրականացնել։ Այդ մտահոգություն, օրինակ Նարեկ Գրիգորյանի պարագայում մենք տեսանք ինչ եղավ։ Տեսակ ինչ ամոթ էր, երբ որ եկեղեցականը փոխարեն ձեր ասած ծառայություն իրականացնելու, որը որ պետքա բոլոր քաղաքացիների համար ինքը իր ծառայություն, ես այդպես եմ պատկերացրել, միշտ հոգևորականին մի ուրիշ դասի մեջ ես պատկերացնում ու չես պատկերացնում, որ ինքը լավ ու վատ կանի, սև ու սպիտակ կանի եւ այլն եւ այլն։ Եվ քաղաքական հայացքներով կնայի օրհնի, չորհնի, կնքի կամ ամուսնացնի, շատ ցավալի է նման դեպքեր։ Դա էլ եւս մեկ պատճառը, որ պետք է հասկանանք, այս մարդիկ քաղաքական գործիչներ են, թե իրական հոգևորականներ են։ Իրականում դա էլ այդ փաստն էլ ինձ վրդովեցրեց, որովհետեւ ամեն մարդ պետք է ծառայի նրան, ինչի համար ծառայում է եւ պետք է իրոք ազնվիրաբար այդ գործը անի։ Այո, ես շատ եմ խոսում եկեղեցուց, Տեր Արամից 2 անգամ վարչապետին եմ հենց հարցվել, որպեսզի հասկանանք ինչպես ենք վարվում այս դեպքերում, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի գուցե պաշտպանվելու կարիք ունի Տեր Արամը, որովհետեւ խոսքի ազատության իրավունքի տեսակետից էլ վնասվեց այդ մարդու խոսքի ազատությունը, զրկվեց, այսպես ասած, եթե նայենք որպես աշխատանք իր աշխատանքից եւ նման այլ բաներ, ի վերջո Տեր Արամը բոլորի նման նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Բայց խոսում եմ, որովհետեւ ես հավատում եմ, հավատացյալ եմ ու իմ համար եկեղեցու մաքրությունն էլ առավել քան կարեւոր է, որովհետեւ ես Հայաստանի Հանրապետությունը, ես ասացի, շատ ուրախ կլինեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այսպես իրոք հավատով մոտենա եկեղեցուն, իր ակնածանք ունենա հոգևորականի քահանայի նկատմամբ, հաղորդություն ստանա եւ այդպես իրեն մաքրված, ապաշխարած եւ այլն, որովհետեւ բոլորս էլ ապրում ենք երկրի վրա եւ բոլորս էլ այսպես անմաշ չենք գուցե նաեւ միամտաբար գործած մեղքերից։ Ես հավատում եմ եւ ուզում եմ եկեղեցին հենց այս որակի մեջ տեսնել։ Կիրակի օրը գնալու է Նիկոլ Փաշինյանը Հովանավանք, պատարագի, կարգալույց եղած քահանայի պատարագի եւ ոմանք մտահոգություն ունեն, որ հնարավոր ինչ-որ բախումներ լինեն եւ մայրաթոռի օրինակ իրական հավատացյալներն էլ այդտեղ գան, այսինքն քաղաքացիների մեջ ձեր աջակիցների եւ այլ մարդկանց քաղաքացիների հավատավոր ժողովրդի մեջ հնարավոր է բախում լինի։ Դուք այդ մտահոգությունը չունեք։
Իրական հավատացյալ մենք էլ ենք, ես էլ եմ, եւ ես 3 ամբյոնից էլ ասացի, որ ես էլ եմ լինելու Հովանավանքում եւ ես կարծում եմ եկեղեցու տարածքում նման բանը անթույլատրելի է եւ բոլոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից խոսում եմ քաղաքացիների անունով, որ վստահ եմ, որ հոգու խորքում բոլորն էլ հավատում են, որ այն ինչ որ իրականացվում է իրականում ճիշտ ճանապարհի վրա է եւ արդարացված են։ Ես նոր ամբյոնից էլ ասացի, այդ բոլոր հոգեվորականների խոսքերը լսելուց, զայնագրությունը լսելուց վստահ ես լինում, որ դու իրոք ճիշտ ճանապարհի վրա ես եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Ես կարծում եմ մեր քաղաքացիների հետ էլ որևէ խնդիր չի առաջանա կամ որևէ մեկը նման բան մտքով չի անցկացնի անել, եթե իհարկե մեր ընդդիմադիր դաշտը դրան չսադրի, դա էլ արդեն կհասկանանք ընթացքում, բայց կարծում եմ եկեղեցու տարածքում նման բան չի իրականացվի։ Որևէ անանք ստանալու բան Չէ, ես ինքս Կիրակի առավոտը լինելու եմ Հովանավանքում ու կխնդրեմ ովքեր որ իրապես ուզում են հաղորդություն ստանալ եւ պատարագին մասնակցել այնտեղ են, որովհետեւ մեր նպատակը պատարագին մասնակցելն է։ Դա ձեր ցանկությունն է, թե Փաշինյանն է ասել, որ կուսակիցները պետք է գան։ Դա իմ ցանկությունն է բացառապես, ես 3 եմ այդ որոշումը կայացրել, երբ որ իմացա, այսինքն 3-ի առաջի օրը վարչապետը հայտարարեց, որ գնալու է Հովանավանք եւ պատարագ ստանա եւ 3 էլ հանգամանալից բացատրեց, թե որ կարգալույց արվածը չի կարող որևէ մեկ այլ քահանայի կարգալույց անել, երբ որ փորձում էին փաթեթավորել, թե կարգալույց արված քահանան չի կարող պատարագ իրականացնել, ավելի համոզմունքս ամրապնդվեց եւ այդ պահին ասացի, որ ես էլ եմ մասնակցելու անպայման։ Հնարավոր օրինակ փակ խմբում մենք օրերս տեսանք Փաշինյան գրառում անի ասի ձեր հարազատներին, ձեր աջակիցներին հավաքեք ձեր հետ վերեք Հովանավանք։ Տեսեք, մենք մեր ընտանիքից 3 անց քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ են ես, հայրս, եղբայրս եւ նորմալ է, եթե քաղաքացիական պայմանագրի որևէ մի միջոցառում, ընտրություն եւ այլն, բոլորս էլ մասնակցում ենք ու ակտիվ մասնակցություն ենք ունենում, բնականաբար դա նորմալ գործընթաց է, բայց ես կարծում եմ այդ փակ խմբից արված այդ բացահայտումներն, այսպես ասած, ավելի շատ գովազդ էին մեր համար, որովհետեւ տեսեք ինչքան մաքուր ենք, ես միշտ ասում եմ, այնքան հետաքրքիր է, երևի մեր չափ որևէ մեկը մեզ այսպես խոշորացուցի տակ չի դիտարկում, մի ժամանակ էլ մեր նախաձեռնող նիստերն էին դարձել հանրության քննարկման առարկա, թե ինչպես ենք ինքնակնադատաբար մեզ մոտենում, ինչն ենք լավ անում, ինչն ենք վատ անում, ինչը պետք է ավելի շատ անենք, ինչը ավելի ու այնտեղ էլ վարչապետը այսպես տարընթերցում չառաջացնելով գրել էր, չէ, վարչական ռեսուրսի օգտագործումը բացառվում է, դա ամենալավ գովազդներ քաղաքացիական պայմանագիր կուսակցության։